Վերադարձանք եւ մեր տաղավարն էլ այսքան արվեստից խոսելուց հետո վերածվել է կարծես փոքրիկ ցուցասրահի, որտեղ որ եթե մի քիչ հետո արդեն տեսնենք կհասկանաք ինչի մասին է խոսքը, տեղակայվել են արվեստի գործեր եւ սա հենց այն թեման է, որի մասին արդեն խոսելու ենք մեր հյուրի հետ։ Այո, շտապ ենք ներկայացնել թեման եւ ներկայացնենք նաեւ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես Զարուհի Զաքարյանի «Իմ լույսի վերադարձը» անհատական ցուցահանդեսը ինքնատիպ աշխատանքների հավաքածու է, որը տեղի կունենա հունիսի 29-ին։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ, որը ինչպես տեսնում եք արդեն տաղավարում։ Այո, արդեն տեսնում ենք եւ Զարուհուն եւ նրա գործերը, որոնք որ զարդարել են մեր տաղավարը, Զարուհի Զաքարյան, բժշկուհի «Իմ լույսի վերադարձը» անհատական ցուցահանդեսի հեղինակ, ողջունում ենք ձեզ եւ շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եւ նման առիթով։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե սկսենք երևի թե ամենասկզբից, մինչ եթերի սկիզբը խոսում էինք մենք ցուցահանդեսի եւ ձեր աշխատանքների մասին, բայց նաեւ մեր հեռուստադիտողներին պատմենք, թե ինչպես որոշեցիք կազմակերպել ցուցահանդեսը։ Կազմակերպելը ստացվեց որդուս ծննդյան օրը, հստակ որոշեցի, որ հունիսի 29-ին ես կանեմ ցուցահանդես, ինչու, որովհետեւ այդ օրը անհայտ կորածների օր է համարվում եւ իմ աշխատանքները փորձեցի այդ օրը ցուցադրել, որպեսզի կարողանամ այդ օրվա հետ կապված բարձրաձայնել, խոսել, իմ սրտի կանչը, ձայնը արտահայտել իմ աշխատանքների միջոցով։ Այո, մենք պետք է նշենք նաև, որ Զարուհու որդին 44-օրյա պատերազմի անհայտ կորած զինվորներից մեկն է եւ Զարուհին այդ ցավալի իրադարձությունից հետո որոշել է արտահայտել իր ապրումները նման տարբերակով եւ ամսի 29-ը բոլոր անհայտ կորածների օրն է եւ սա նաև այդ բոլոր տղաների նվիրումն է։ Այո։ Ես կարծում եմ պետք է սկսենք նաև խոսելով առաջին ցուցահանդեսի մասին, որովհետև սա արդեն թվով երկրորդ ցուցահանդեսն է եւ մինչ այս աշխատանքների մասին խոսել, իհարկե խոսենք նախորդ աշխատանքների մասին, որովհետև նշեցիք մինչ հարցազրույցը սկսելը, որ դրանք բավականին տարբերվում էին։ Այո, տարբերվում է, ցուցահանդեսը նորից կատարեցի որդուս ծննդյան օրվա հետ կապված 25-ամյակներ եւ ես այդ օրը ուզեցի տոն սարքել։ Եվ այդ ընթացքում պատերազմից հետո ես սկսեցի զբաղվել, որը հիմնականում օգտագործում էի պոկված զարդերի դետալներ եւ այդ դետալներից ես սկսեցի ինչ-որ մի բաներ ստեղծագործել։ Եվ այդ ստեղծագործված աշխատանքները շատացան եւ այդ օրը ես ուղղակի որոշեցի ծնունդը նշել այդպես։ Կոլաժային տարբերակով։ Այո, կոլաժի տարբերակներով, հիմնականում կոլաժներ։ Խոսենք արդեն առաջիկայում սպասվող ցուցահանդեսի մասին, կոչվում է «Իմ լույսի վերադարձը» եւ բնականաբար հասկանալի է թե որն է լույսի վերադարձի սպասումը, բայց այնուամենայնիվ դուք ինքներդ էլ փորձել եք ձեր լույսը վերադարձնել արվեստի գործերով եւ այն աշխատանքներով, որոնց մեջ ներդրել եք ձեր սպասումը, ինչպես է այն արտահայտվել։ Ինքը հիմնականում ցուցահանդեսը լույսի վերադարձը ինչու դրեցի, որովհետև ես սպասում եմ այդ վերադարձին։ Ինչքան էլ որ դժվար է ճանապարհը, բայց ես փորձում եմ արվեստի միջոցով հաղթահարել եւ այս միակ երևի թե հանգստությունն է, որ ինձ տալիս է արվեստը եւ փորձում եմ սպասել այդ վերադարձին եւ հավատալ։ Հետաքրքիր է ինչպես են ձեզ մոտ ստացվում առհասարակ այս աշխատանքները, որովհետև ես փորձեցի մինչ մեր եթերում հայտնվելը եւ մինչ հարցազրույցը սկսելը, այսպես մոտենալ եւ ավելի ուշադիր ուսումնասիրել բոլոր աշխատանքները եւ դուք էլ նշեցիք, որ փաստորեն երբևէ չեք հեղինակել նմանատիպ աշխատանքներ նախկինում, չեք սովորել կարծում եմ այս արհեստը եւ այս արվեստը եւ հետաքրքիր է ինչպես է ստացվել, որովհետև կարծում եմ նաեւ մեր հեռուստադիտողները, մեր ռեժիսորը եւ օպերատորների շնորհիվ հնարավորություն կունենան այսպես ավելի մոտիկից նաեւ տեսնելու աշխատանքները, բայց ամեն ինչ այնքան մանրակրկիտ է արված եւ շատ զգուշորեն եւ շատ մեծ խնամքով դա ակնհայտ երևում է։ Ինչպես է դա ստացվել առանց փաստորեն նախապես սովորելու եւ իմանալու այս արհեստն ու արվեստը։ Ես ինքս ձերքից շատ շնորհքներ ունեմ։ Չգիտեմ, ի վերուստ տրված էր դա երևի եւ գիտեր երևի ժամանակը, երբ ես կօգտագործեմ։
ասեղնագործում եմ, գոբելեն եմ անում եւ այսպիսի բաներ, բայց տվյալ այս աշխատանքները, որը կատարեցի, ես երբևիցե չէի մտածի, որ կգա մի ժամանակ, որ իմ մոտ այսպիսի բաներ կարող եմ անել։ Եվ հիմնականում կոլաժների տեսքով են, որը որ փորձեցի կարողանալ արտահայտել իմ հուզմունքը, իմ ցավը, իմ ամեն ինչը, չգիտեմ, Դավիթ ջան, այդպես։ Բայց իսկապես այդ բոլոր հույզերը կարողացել են դրսևորվել։ Ուղղակի երևի Անի ջան, կարող եմ ասել, պատկերացումս իմ շատ վառ է։ Ես տվյալ դետալը որ տեսնում եմ, ես կարող եմ արդեն պատկերացնել այդ տվյալ դետալից ինչ կարելի է սարքել։ Ինչ կարող է լինել։ Այո, օրինակ նուրը, ես երբ որ այդ դետալը տեսա, ես նուրից արդեն պատկերացրեցի, որ կարող եմ ծառ պատրաստել։ Ու հետո արդեն ծաղկամանի մեջ նուրը տեղադրեցի, որը արդեն ցուցահանդեսում կլինի։ Այդ գործերից։ Դեռ չենք հասցրել խոսել այն մասին, թե որտեղ է լինելու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը լինելու է նկարչի տուն կենտրոնի ցուցասրահում, Զաքյան 8 հասցեն։ Այնտեղ Իսկ ինչքան ժամանակ է բաց լինելու։ 3 օր։ Այո, 3 օր, 29, 30 եւ 1 հուլիսի 1-ին։ Ես նաև ուզում եի իհարկե արդից օգտվելով ցես նաև խնդրել մի փոքր պատմել եւ այսպես ավելի մանրամասն նկարագրել աշխատանքները, խոսեցիք այս նռան ծառի մասին եւ այնտեղ ներքևում եւս կան մի քանի աշխատանքներ, ինչպես են սրանք ստեղծվել եւ ինչ են սրանք խորհրդանշում ես փորձում այսպես նաև միևնույն ժամանակ նայել դրանց։ Ես կճուճը տեսա եւ արդեն պատկերացրի, որ կճուճի մեջ կարելի է գեղեցիկ ծաղկեփունջ պատրաստել եւ այդ դետալներով պատրաստեցի։ Թեմաները բազմազան են, Դավիթ ջան։ Ես այն ինչը լուսավոր է, այն ինչը վառ է, որ ինձ նաեւ հոգեհարազատ է, ես փորձել եմ կոլաժների տեսքով արտահայտել այդ ամենը։ Դրա համար շատ բազմազան են ես։ Եվ կոլաժները եւս շատ են թվով, չէ՞, մեր տաղավարում հիմա մի քանիսն են ընդհանրապես։ Այո, թվով 94 հատ է։ Ահա, բոլորը կներկայացվեն ցուցահանդեսին։ Բոլորը կներկայացվի եւ այս նոր ձեռք բերած հատկությունը, որը որ այսպես մեծ մասշտաբներով եկել է ձեր կյանք, արդյոք շարունակական է լինելու եւ տեսնում եք դրա ձևավորումը, ճյուղավորումը հետագայի համար։ Շարունակական կլինի, որովհետև որպեսզի ես այլ կարծիքներ լսելու համար ես փորձեցի Instagram-յան էջ բացել եւ այդ էջի հետևորդները երբ որ սկսեցին հետևել, ինձ անձնական նամակներով գրառումներ արեցին եւ ցանկություն ունեցան անգամ ունենալ, ձեռք բերել, այո։ Եվ ոգևորվեցի ես այդ ամենից, զգացի, որ գեղեցիկ ամեն դեպքում գեղեցիկ աշխատանքներ են, մարդիկ անտարբեր չեն լինում։ Եվ դրա համար ես կփորձեմ անպայման շարունակական լինի, որովհետև ես այս գործերով ուզում եմ տարածել իմ որդու լույսը, որ ինքը շատ լուսավոր մարդ է։ Եվ ես միայն ուրախ կլինեմ, որ տվյալ մարդը, եթե ձեռք բերի, այդ լույսը իր տան մեջ որևիցե մի անկյունում փակցված լինի։ Եվ իհարկե չենք կարող, ինչքան էլ որ փորձենք ցավոտ կետերին չկպնել, չենք կարող շրջանցել եւ պետք է խնդրենք ձեզ նաեւ ձեր օրինակով, ասեք ձեր խոսքը բոլոր այն մայրերին, ովքեր որ կորցրել են իրենց որդիներին, անկախ նրանից նրանք գտնվել են թե ոչ, ինչպես ուժ գտնեն եւ ինչպես կարողանան ձեր օրինակով շարունակեն ընթանալ եւ բացի նրանից որ շարունակեն ապրել նաեւ արարել։ Մի քիչ դժվար բարդ հարց տվեցիք, Անի ջան։ Ամեն ծնող պետք է գիտակցորեն այդ ամեն ինչը հասկանալով շարունակել կյանքը, որովհետև ամեն դեպքում ամեն մեկին բաժին տված այդ ճանապարհը պետք է պատվով հաղթահարի։ Եվ ես իմ տեսակով չգիտեմ, ես փորձում եմ այս ճանապարհը հաղթահարեմ ինչքան հնարավոր է բարի գործերով, բարի արարքներով, ինչ որ մի գտնում եմ մի փոփանք, որը որ կարող եմ ես առաջ գնալ ու սпасել այդ լուսավոր օրվան։ Երևի թե այդպես։
Շնորհակալ ենք ձեզ, որ լույսը ձեր այնուամենայնիվ ձեր ներսում չի մարում եւ ավելին տարածվում է այսքան գեղեցիկ եւ խորը կերպով։ Այո, լույսը վերադառնալու է, մենք էլ պիտի իհարկե հորդորենք մեր հեռուստադիտողներին, բայց չթողնել այս հնարավորությունը եւ հունիսի 29-ի եւ դրան հաջորդող նաեւ 3 օրերի ընթացքում անպայման ներկա գտնվել այս ցուցահանդեսին եւ սեփական աչքերով տեսնել իսկապես այս շատ տպավորիչ արվեստի աշխատանքները եւ կարծում նաեւ հնարավորություն կլինի ձեռք բերել տեղում, եթե լինի ցանկություններ։ Ցուցահանդես վաճառք է դա լինելու եւ իհարկե դա բուն նպատակը չէ։ Բայց հնարավորություն ամենուր կընձեռի մարդկանց։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, ձեզ հաջողություն ենք մաղթում, իսկ մենք շարունակում ենք եթերը։